Դեպի Հատիսի գագաթ այս անգամ ճամփա են բռնել ուժային կառույցների վետերանները։ Միանում են Հիսուս Քրիստոսի արձան համալիրի կառուցման համազգային նախաձեռնությանը։ Վետերաններին տեսածն ու լսածը զարմացնում է։ Կարճ ժամանակում ահռելի մեծ աշխատանք է կատարվել։ Զուգահեռ ստեղծվում են տարբեր նախագծեր, որոնք ամբողջացնելու են քրիստոնեական հսկա համալիրը։ Լույսի գանձատուն սրահը ամբողջությամբ ներսի պատերը լինելու են հայկական զարդանախշերով, արդեն մենք այստեղ տեսնում ենք հայկական խաչքարեր են լինելու պատկերված եւ զբոսաշրջիկը, այցելուն, հավատացյալը հենց անմիջապես ներս մտնելով զգալու է հայկականությունը, հայկական ոգին։ Հայկական զարդանախշերով ցուցասրահում են վետերանները միանում շինարարներին։ Սա մեր պատմության, մեր անցյալի, մեր հավատքի համար, մեր ապագայի համար շատ կարևոր կառույց է։ Երևի աշխարհում sense երկրորդը չլինի եւ իրոք չկա, չի էլ լինի sense երկրորդը։ Եվ տեսնում եմ այսպիսի սրտացավ վերաբերմունք, այսպիսի մանրակրկիտ աշխատանք, ուղղակի զարմանալու է այսպիսի բաներ, ամբողջ աշխարհում երևի հատուկ են մարդիկ են մտածել։ Պարոն Ծառուկյանը որ սա մտածել է եւ անում, ասա այդ երկրագնդի վրա հազվագյուտ մարդկային մեծ գաղափար է ներդրել։ Հսկայական աշխատանք է կատարված, մեծածավալ, որ նայում ես իրոք զարմանում ես, հենց մենակ այն գաղափարը, որ ներքևից բարձրանում է Սարի գագաթը, արդեն իսկ երևում է այդ ճանապարհի մեծածավալ աշխատանքը, իսկ հետագայում ինչ հսկայական ու հզոր աշխատանք է կատարվելու, արդեն միայն կարելի է պատկերացնել։ Հպարտ եմ, որ մենք ունենալու ենք նման կառույց եւ կարողանալու ենք մյուս երկրների հետ հավասարազոր քայլել առաջ, որովհետև սա էլ մեր պատմությունն է եւ մենք ամեն ձևով մեր չենք ուզում կորցնենք մեր պատմությունը։ Ճիշտն ասած, շատ երախտապարտ եմ, որ մասնակցել եմ այդ միջոցառմանը ու գտնում եմ, որ շատ ճիշտ մոտեցում է այսօրվա դրությամբ ըստ ազգային մտածելակերպի։ Ոնց է ձեր տպավորությունը։ Գագիկ Ծառուկյանը ծանրաբեռնված գրաֆիկում Հատիս բարձրանալու ժամանակ գտնում է ամեն օր։ Ուժային կառույցների վետերանների հետ է հիմա էլ հետևում շինաշխատանքներին, ներկայացնում այն խորհուրդը, որը դրված է գաղափարի հիմքում։ Ասուկ ամոք, այնքան գեղեցիկ է ստացվում, որ նմանը չկա աշխարհում, որ պետք է հզոր, կարող, ամենակարողը եւ ես այն կարծիքին եմ, որ Աստված մեզնից երես չի թեքելու եւ մենք ինչի արժանենք արժանացնելու է։ Մեծ ժողովրդին պետք է խաղաղություն, բարեկեցություն, բարգավաճ երկիր, արարող, ստեղծող, բարիք ստեղծող ժողովուրդ ենք։ Հատիսի գագաթ կամավորների հոսքը չի դադարում։ Այցերը կազմակերպվում են ամեն օր, յուրաքանչյուր հայ աղոթքը շուրթին կարող է մասնակցություն ունենալ այս պատմական գործին։ Աստված թող պահպան լինի մեզ, մեր ազգին, մեր ժողովրդին։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։